Աղերքը իմ մանկության ընկերներն են։ Երկորով են եկել։ Ոչ մեկի չեն անհանգստացնում, կարող եք հարևաններին հարցնել։ Քեզ թվում է ինչու եմ ես այստեղ։ Հենց հարևաններից էլ հարցրել եմ։ Չեմ սկանում բողոքող ա եղել։ Ոչ թե բողոքող, այլ բողոքողներ։ Հնարավոր չի։ Մենք ոչ մեկի չենք անհանգստացրել։ Տիկին Լիլիա, եթե խոսքը գնում է Սվետայի մասին, մենք գիտենք, որ ինքը ամեն ինչից միշտ դժգոհ է։ Մենք Սվետային տեսած էլ չենք։ Ընդհանրապես տեսած չենք, բայց ես մի քանի օրվա ընթացքում մի 1000 անգամ լսել ենք իմ արև։ Հարտակ։ Դու գիտես, որ Սվետը կարող է պրոբլեմներ ստեղծել։ Հա, գիտեմ։ Եթե ուզում ես գլխիդ տանիք ունենալ, ընկերներիդ համար բնակարան փնտրիր։ Ու այսօր։ Ոնց այսօր։ Այսօր ոնց գտնեմ մի քանի ժամում։ Կամ միայն նրանք են բնակարան փնտրում, կամ էլ դու նրանց հետ միասին։ Արտակ ես լուրջ էր ասում։ Չես տենում որ լուրջ էր ասում։ Մի քանի ժամվա մեջ մենք որդի ապատի տուն գտնենք, Արտակ ջանա։ Այ թե լորա։ Չէ, չունեմ ավել սենյակ։ Երկու ննջարանա, մեկում ես եմ, մյուսում Տաթևիկը։ Ես ձեզ հասկանում եմ, բայց չէ, մենք դեպոզիտ չենք կարող տալ, մենակ առաջին ամսվա վարձը։ Ալո։ Ալո։ Կյանքիդ մերնեմ շատ հանգա, մի սենյականոցի համար ահավոր գին ես ասեմ։ Հա ինչն է պատճառը ես չեմ հասկանում, ախպեր, պատեր էդ ոսկուց, հա։ Սրտիդ մերնեմ, էլի քո տունն է, արջ չկա, բայց դե… Ասում ուզում եք ուզեք, չեք ուզում ռուսների հետ գնով տանում են, ախպեր։ Ռուսներն ինչ կապ ունեն։ Ինչ իմանամ ինչ կապ ունեն, ախպեր, տանում են հմի։ Ախ, нет, а это очень дорого. Да, конечно, айцхавը տանեմ, я чисто ровный русский парень. Москвич. Алло. Алло. Ռուսերեն խոսացի գինը երկու անգամ բարձրացրեց։ Հա, հիմա ինչ ենք անելու։ Հա չգիտեմ, արա ուժը я ներվայնան եմ արա արդեն, ներվերես հատեմ։ Դուք ավելի լավ է Սվետայի հետ պայմանավորվեք։ Բայց դա հնարավոր է։ Հանգստացի, արա գուգու անպայման ներվայնցան։ Հանգստացի։ Արա եմ գնա։ Ասի հանգստացի էլի արայա։ Տիկին Սվետա։ Լիլիան արդեն եկել է։
Դե դուք ամեն ինչից տեղյակ եք։ Ինչի եք խաբել Լիլիային ու ասել, որ մենք ձեզ խանգարում ենք։ Գոգո, սուս։ Խանութում եմ տեսել, սրանից էիք վերցրել։ Սրանից ես ինքս էլ իմ համար կառնում։ Տիկին Սվետա, Սվետլանա, Տիկին Սվետլանա, ձեր պատճառով տղերք ես գիշեր գնալու տեղ չեն ունենալու։ բայց ես ոչ մի բան չեմ արել։ Հաբա։ Լիլիային բողոքել եք։ Դա էլի։ Ուղղակի ուզում ենք հսկանանք պատճառը ինչումն է։ Աղմկում եք։ Սուտա։ Որ ասում եմ աղմկում եք, ուրեմն աղմկում եք։ Շքամուտքով բարձրանալ իջնելիս աղմկում եք։ Լավ, էլ չենք աղմկի։ Եթե հնարավոր է զանգեք տիկին Լիլիային ասեք։ Կմտածեմ։ Տղերք եկեք գնանք։ Սրանից օգուտ չկա։ Հա էլի, անիմաց ժամանակի կորուստը։ Արի Գուգո։ Արա դե առաջ էլի, արա ներվեր ես հատեմ արի, չէ։ Ագուգո աշկիսես որ գնանք կայարանը մնանք։ Աթո տանտերը գա տենա որ տանը մարդ չկա, փոշմանած հետ գնա մենք էլի հետ կգանք էլի։ Գարո հոթակուն չենք ապրել ուստեղ։ Այդ սվետը մեկը կտենա։ Ագուգո ջան ճիշտ ես ասեմ ախպեր, բայց տուն վարձելու համար էլ գումար ա պետք, վաբշե գումար չունենք է։ Ոչ մեկ չի ասում եկեք իմ տան մեջ հանգիստ ապրեք, հետո ձեր ձեռը փող կլինի կվճարեք։ Ասում եմ կարող է այդ սրճարանի տիրոջն ասենք, մեր աշխատավարձը շուտ տա, հա։ Ագուգո ջան կլինի շաշ դուր չտաս արա, ամենք հələ պարզել չի աշխատելու ենք ընդ թե չի արա, ինչ աշխատավարձի մասին ա խոսքը։ Տղերք, ուշադիր լսեք։ Սվետը համաձայն է զանգի Լիլիային։ Բայց մի պայմանով։ Պայմանը ո՞րն է։ Միայնակ երիտասարդ կին է։ Պահո։ Գարո ես տենց էլ հասկացել էի, որ դա իմ վրա աչքը դրել գիտես։ Հա արտակ լուջ ես ասեմ։ Հա, բայց Գոգո ինչ է քեզ հավանել։ Հա։ Լսի, ինքը ուշադրության կարիք ունի։ Կոնյակ ու ծաղիկները վերցրու գնա, նստեք, զրուցեք, շփվեք իրար հետ։ Հա արտակ ջան ինչ ես խոսում, ես իրա հետ ինչ պետք է խոսամ։ Հա ինքը թեման կբացի։ Հավատա միա գելքը հետ է։ Լսի, դու իրա սիրտը կշահես, ինքն էլ կզանգի Լիլիային կասի, որ չեն խանգարում։ Դե եթե միա գելքն է տա։ Ագուգո տաղա ես քեզանից չէի սպասեմ հորս արև։ Կարող մի բարդացրու։ Արտակ ջան, որ հետո չկարենա փոք գամ։ Գոնե ժամանակ կշանք, տուն կգտնենք, կտեղափոխվենք։ Այ ես չեմ գնալու, ուրիշ բան մտածեք։
Արտակ, բայց ես զարմացա։ Ինչից։ Թե ինչի է Սվետան ինձ թողած Գարոին հավանեց։ Եսի։ Արտակ, կարող է մի բան կա ինձ չես ասում, հա։ Արի Google։ Արա դե առաջ հնգերի, արա ներվերս հատեմ արա։ Արտակ դրա շուտ արա ժամանակ չէ։ Մի րոպե։ Հիմա ինչ։ Կարամ անկեղծ լինեմ։ Դե եթե այդքան ուզում ես։ Իրականում մենք գնալու տեղ ունենք։ Տուն կա, որ կարանք տեղափոխվենք։ Բայց Գարուն չի ուզում։ Ինչի։ Ոնց ասեմ։ Սիրահարվել, հա։ Ձեզ է սիրահարվել։ Բակում ա տեսել։ Ու ասում ա ես Իրանից, այսինքն ձեզնից հեռու չեմ կարող ապրեմ։ Գարոն որ մեկն էր։ Գարուն ծաղիկներով է։ Ասում ես որտեղ ա տեսել։ Բակում։ Հետո ձեր հետևից բարձրացել է վերև։ Հասկացել է, որ էս ա ձեր բնակարանը։ Եկավ ինձ ասեցի, չէ, տիկին Սվետլանայի սիրտը շահել այդքան էլ հեշտ գործ չի։ Դե հա, դա այդպես է։ Դե։ Դե չեք ուզում էլ ինքերոջը շանս տակ։ Օրինակ ինչ շանս։ Դե օրինակ բարձրանա վերև, նստեք, զրուցեք, ճանաչեք իրար։ Ուրիշ երբ չգտա։ Արտակ ջան, քեզ էլ տուն պետք չի։ Ինչի։ Դե որ Գարոն իմացավ,